Իբրև թե հայերի կողմից ադրբեջանցիների այսպես ասած էթնիկ զտման թեման Բաքուն հիմա էլ Վաշինգտոն է հասցրել։ Ապագործակալության փոխանցմամբ կոնգրեսի շենքում տեղի է ունենալու համաժողով այս թեմայով։ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 23 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է, որը վերջին ամիսներին հատկապես ակտիվորեն զբաղված է Հայաստանում բնակված ադրբեջանցիների այսպես ասած էթնիկ զտման թեմայով։ Ադրբեջանը որպես պետություն հսկայական ռեսուրս ու միջոցներ է ծախսում տարբեր մայրաքաղաքներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ եվրոպական քաղաքներում նմանատիպ միջոցառումներ անելու համար։ Այս համաժողովում ասում են քննարկելու են իրենց ձևակերպմամբ արտաքսված մարդկանց հիմնարար իրավունքների, մասնավորապես հայրենի օջախներ, անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը։ Այս կեղծ օրակարգը մեկ նպատակ ունի, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, Հայաստանի տարածքի փաստացի զավթում։ Այս ճանապարհին Ալիևը ռեսուրս ու էներգիա չի խնայում։ Իրենց ամբողջ կեղծ հայեցակարգի համաձայն այս տարածքը իրենց նախնիների հողն է իբր, որը մենք ապօրինաբար զավթել ենք, իրենց դուրս ենք քշել, դրա համար իրենք ոչ թե ասում են օրինակ խորհրդային Հայաստանում ապրել է այսքան ադրբեջանցի, այլ ասում են այդ տարածքը մեր նախնիների հողն է։ Եվ այս տարբերությունը պետք է շատ հստակ հասկանալ։ Առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Նախորդ տարեվերջին Համբուրգից հնչեցրած Փաշինյանի առաջարկը զուգահեռ փակել Ղարաբաղ վերադարձի ու արևմտյան Ադրբեջանի թեման Բաքվում որևէ արձագանքի չարժանացավ։ Փոխարենը ադրբեջանագետի խոսքով Երևանն այսպիսով կշիռ հաղորդեց Ադրբեջանի հորինած օրակարգին։ Արցախի հետ համեմատելու ոչ հիմք կար, ոչ փաստ կար, ոչ որևէ տրամաբանություն կար։ Այսինքն գոյություն ունեցող եղած փաստը համեմատում ես 0-ից հորինված զավթողականության հետ, դու կշիռ ես տալի զավթողականությանը։ Այդ համեմատությունը ինքնին պրոբլեմատիկ էր, հատկապես երբ Ադրբեջանը ուղիղ տեքստով ասաց, որ սա կարողանում է անել, որովհետև Արցախի հարցում դες քաղաքականություն ես վարել։ Բաքուն այսպիսով ավելի հանդուգն դարձավ իր հայտարարություններում ու գործողություններում։ Վերջին օրերին Նախիջևանի վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան փառատոններ։ Դրան հաջորդեց արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը վերադարձ պատմական արմատներին խորագրով հաջորդ փառատոնը։ Հավաքվեցին երկու պարով զուռնա-դհոլով վերահաստատեցին իրենց զավթողական օրակարգը։ Ադրբեջանը սրանով փորձում է, այսպես ասած, ցույց տալ, որ ինքը կարող է անթույլատրելի քայլերի գնալ, անթույլատրելի, անընկալելի, աբսուրդային, եւ դա կմնա անարձագանք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները փաստացի իրենց կամակատարներն են դարձել։ Բաքուն այսօր Երևանի դեմ պայքար է մղում քաղաքական, տեղեկատվական, հոգեբանական դաշտում։ Տաթևիկ Հայրապետյանը վստահ է, հենց այս փուլում հակազդել, ռիսկերը զսպել հնարավոր է, միայն թե պետության կամքն է պետք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։